Բարի երեկո, ժամը 20-ն է, Ազատության ուղիղ եթերում լրատվական կենտրոնն է, նախորդ թեմաները։ Քննչական կոմիտեն նույն շղթայի մեջ է դիտարկում Սամվել Կարապետյանի և Բագրատ ու Միքայել արքեպիսկոպոսների դեմ գործերը, ապացույցներից մեկը Աջափահյանի օրագիրն է։ Սամվել Կարապետյանից էլցանցերը պետությանը փոխանցելու նախագիծն արդեն խորհրդարանում է, հեծը մտադիր է միջազգային ատյան դիմել։ Նիկոլ Փաշինյանը կրկին դիմում է ամուսնացած հոգևորականների օգնությանը կաթողիկոսին պաշտոնանկ անելու համար։ Ռուս-ադրբեջանական դիվանագիտական ճգնաժամը նոր երանգներ է ստանում զուգորդված ուժային գործողություններով։ Քաղաքային իշխանությունները մտադիր են տուգանել Անտոմս ուղևորներին, խոստովանելով, որ թանկացումից հետո շատերը չեն վճարում։ Իրավապահները նոր մանրամասներ են հրապարակում ահաբեկչության և իշխանությունը զավթելու սկանդալային գործից, որով կալանավորվել է Տավուշի թեմի նախկին առաջնորդ Բագրատ Գալստանյանը։ Քննչական կոմիտեն պնդում է, թե հոգևորականին ներկայացված ծանր մեղադրանքը կապ ունի նաև Սամվել Կարապետյանի հետ, թեև գործարարը կալանավորվել էր ավելի վաղ, եկեղեցուն աջակցություն հայտնելուց շատ չանցած։ Միաժամանակ իրավապահները նույն շղթայում են տեսնում Միքայել Աջափահյանի գործը, որն էլ արքեպիսկոպոսի 1 տարի առաջվա հայտարարության հետքերով է։ Մասնավորապես հավաքագրել էին 20-25 հոգուց բաղկացած թիրախային խմբեր։ Քննչականի նախագահը պնդում է, պետության դեմ նախապատրաստվող ահաբեկչության գործում դերակատարություն են ունեցել ոչ միայն Տավուշի թեմի նախկին առաջնորդ Բագրատ Գալստանյանը, նաև այլ մեղադրանքներով կալանավորված ռուսաստանաբնակ միլիարդատեր Սամվել Կարապետյանն ու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջափահյանը։ Վերջիններիս փաստաբանները սակայն հերքում են քննչականի ղեկավար Արթուր Պողոսյանի այս պնդումները։ Մեր ձեռքի տակ հայտնվել է նաև որոշ փաստական տվյալներ, այդ թվում նաև Միքայել Աջափահյանի կողմից վարված օրագիրը, կարծում եմ կհասկանան ինչի մասին է խոսքը, որտեղ որ ինքը յուրաքանչյուր օր արտացոլել է իր օրվա կատարված գործողությունները։ Օրերս հեղաշրջման կոչի մեղադրանքով Բագրատ Գալստանյանի խուծ տարված Շիրակի թեմի առաջնորդը եւս ըստ քննչականի ղեկավարի մասնակցություն է ունեցել ենթադրյալ ահաբեկչության այս գործին։ Նույնիսկ 2022 թվականի ծորագիր է պահել, որին էլ հանձնել է իր մտքերը։ Այդտեղ էլ իրավապահները տեսել են ուղիղ կապը Սրբազան պայքար անունը ստացած շարժման հեղինակի ու գլխավորողի միջև։ Թեով է եկեղեցականներին ներգրավել քաղաքական պայքարի մեջ, Արթուր Պողոսյանը չասաց, միայն նշեց, դա էլ կդարձնեն վարույթի առարկա։ Այ այնտեղ ուղիղ կապը Վազգեն Գալստանյանի հետ, թե ով պետք է գլխավորի շարժումը սկզբնական, թե ով առաջարկեց, որպեսի շարժումը գլխավորի, թե դրանից հետո, երբ որ շարժումը ձախողվեց, ինչ հանդիպումներ տեղի ունեցան։ Միքայել Սրբազանը ձերբակալման օրը Էջմիածնից Երևան ճանապարհին ասել էր, որ առաջնորդարանից իր համակարգիչն ու կրիչներն էին առգրավել ու հավելել, դրանցից իրավապահները կհիասթափվեն։ Օրագրի մասին արքեպիսկոպոսը չէր խոսել։ Կարել են ինչ պիտի տանեն, լապթոփ, դիսկեր, միսկեր, կրիչներ, որոնցից պետք է իրենց դառը հիասթափություն միայն։ Այսօր Աջափահյանի փաստաբան Ռոմանը Հարունյանը հերքեց եւ անհիմն որակեց քննչականի պնդումները, թե նա կապ ունի Գալստանյանի քրեական գործի հետ։ Մեր գործը լրիվ ուրիշ գործ է եւ այդպիսի տվյալներ առնվազն մեզ հասանելի չունեն։ Քննչականի ղեկավարը 3 հանրայինի եթերում պարզաբանել էր, թե ինչու որոշեցին կալանավորել Աջափահյանին, ասաց, նա վերահաստատել է հեղաշրջման կոչը մի շրջանում, երբ մյուս հոգևորականը Բագրատ Գալստանյանն արդեն մեղադրյալի աթոռին էր։ Այս գործընթացներն ըստ Պողոսյանի նույն շղթայի մեջ են։ Ըստ էության երկրում ստեղծեն քաոս, անկառավարելի իրավիճակ, այս հանրավտակ եղանակով, պայթեցումներով եւ այլն, որպեսզի հասնեին իրենց նպատակին։ Նպատակը մեկն էր իշխանությունը յուրացնելը։ Ըստ քննչականի նախագահի այս գործում իր մասնակցությունն է ունեցել նաև Սամվել Կարապետյանը։ Պողոսյանի ղեկավարած կառույցը պնդում է, Գալստանյանի առաջնորդած գործողությունների պլանով անգամ որոշ պաշտոններ արդեն բաժանվել էին, իսկ գործարարներին էլ ներգրավել մարդկանց հավաքագրելու մեջ։ Քննչականի ղեկավարը վկայակոչում է իրենց հրապարակած թղթերը, որոնք պնդում են արգրավել են խուզարկությունների ժամանակ։ Այս թղթերում նաև Սամվել Կարապետյանի անունն է գրված, դիմացը նշված 5000-ից 8000 մարդ պլյուս ուղերձ։
Դրանից հետո, երբ որ մենք տեսնում ենք, որ կոնկրետ անձը, ում վերաբերյալ տվյալը արդեն կա, որ պետք է մարդ հավաքագրի, բերի եւ նաեւ կոչ հնչեցնի, եւ կոնկրետ սուբյեկտը արդեն հայտարարություն է կատարում, մենք սա գնահատում ենք այլ հանցակազմի տիրույթում Սամվել Կարապետյանին այո Եկեղեցուն պաշտպանելուց մի քանի ժամ անց բանտում հայտնված Կարապետյանը մեղադրվում է իշխանությունը զավթելու հրապարակային կոչերի համար։ Մեղքը չընդունող գործարարի փաստաբան Արամ Վարդևանյանի խոսքով պաշտպանյալն ընդամենը հակադրվել է կաթողիկոսի հրաժարականը պահանջող կառավարությանը, իսկ քննչականի նախագահի երեկվա դիտարկումը քրեական գործի իրեն հայտնի տվյալների մեջ չկա։ Եթե նայում ենք իրավական տեսանկյունից, չի էլ կարող լինել։ Դժվարանում եմ պատկերացնել, ինչից ելնելով է նման հայտարարությամբ հանդես եկել քննչական կոմիտեի նախագահ։ Կարծում եմ միգուցե կամ ամբողջական տվյալները, այսպես ասած, հասանելի չեն, կամ ի վերջո քրեական վարույթի նյութերի այն ծավալը, որը հասանելի է, հստակ որևէ մի սցենարում չի կարող նման իրավիճակի հանգեցնող գնահատական տալու առիթ նույնիսկ հանդիսանալ։ Ահաբեկչության եւ իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն կատարելու հոդվածներով մեղադրվող Գալստանյանն ինքն է շարժման հեղինակը։ Ազատությանը փոխանցեց փաստաբան Սերգեյ Հարությունյանը, կրկին հերքելով ոչ միայն մեղադրանքը, այլ եկեղեցու, այդ թվում կաթողիկոսի դերակատարությունը Գալստանյանի նախաձեռնած շարժմանը։ Միքայել Սրբազան, Բագրատ Սրբազան, Սամվել Կարապետյան, Հայ առաքելական եկեղեցի արհեստական այս կապը ստեղծում են, որովհետև մենք տեսնում ենք ներկայիս վարչախումբը ինչ տոտալ ձևով փորձում է ամեն կերպ գնալ դեպի եկեղեցի։ Մինչդեռ քննչականի նախագահ Պողոսյանը երեկ պնդում էր, ազգային անվտանգության ծառայության ուժերով չեզոքացվել է պետության սահմանադրական կարգի դեմ ուղղված հանցավոր ոտնձգությունը։ Պետք է փակեին Հայաստանի Հանրապետությունում գրեթե բոլոր միջպետական ճանապարհները, Երևան մուտք գործող ճանապարհները, վառել ավտոմեքենաները, ջարդել խանութները, փողոցներում շաղտալ ավտոմեքենաների անիվները վնասող աստղիկներ, որպեսզի ստեղծեն ավտովթարներ։ Քննչականն անցած շաբաթ հրապարակել էր տարբեր թղթեր, գաղտնալսումներ եւ պնդել։ Գալստանյանը Սրբազան պայքար շարժման անվան տակ համախոհների հետ պլանավորել էին Հայաստանում իրականացնել ահաբեկչական եւ իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ, իսկ արդյունքի հասնելու համար պետք է գործի դնեին նաեւ արգելված միջոցներ, զենքեր ու պայթուցիկներ։ Ըստ իրավապահների կարևորը ոչ թե հավաքներն էին, որ շարժումը պարբերաբար կազմակերպում էր, այլ ձևավորվող 25 հոգանոց խմբերը, որոնք տարաբնույթ գործողություններով պետք է ջլատեին կառավարությանը, հասնեին իշխանության յուրացման։ Չնայած իր իսկ հայտարարած չվիրավորելու հրադադարին, վարչապետն այսօր վերադարձավ վերջին շաբաթների սիրելի թեմային կաթողիկոսի կուսակրոնությանը։ Նիկոլ Փաշինյանը կրկին հնչեցնում է շնանալու մեղադրանքը Գարեգին II-ին պաշտոնանկ անելու համար դիմելով այլ ամուսնացյալ հոգևորականների օգնությանը։ Նրանցից շատերը ճիշտ հակառակը Փաշինյանին են քննադատել։ Վերջը լինելու է նույնը, ինքը լքելու է այդ տեղը։ Ազգային ժողովի նախագահը կասկած չունի ամենայն հայոց կաթողիկոսը թողնելու է գահը։ Խնդրում եմ, թող շատ բան չանի, խնդրում եմ թող լքի։ Ինչ մեխանիզմով է իշխանությունը կազմակերպելու այդ ներեկեղեցական միայն եպիսկոպոսատ ժողովին վերաբերող հարցը։ Առայժմ իշխանական վերնախավում հստակություն չկա։ Չգիտեմ, չեմ մտածել, ցավում եմ, պայքարելու եմ, համոզելու եմ։ Ինչ հեռանալ վեհափառն այդ մասին մտածելու իրավունք անգամ չունի, հակադարձում է Գևորգ եպիսկոպոս Սարոյանը։ Վեհափառ հայրապետը ունի ուխտ հայ եկեղեցու հանդեպ, հետևաբար վեհափառ հայրապետը մինչև վերջ պիտի հավատարիմ մնա իր ուխտին։ Հոգևորականի ուխտը ըստ եպիսկոպոսի թույլ չի տալիս, որ ըստ կամքի թողնեն ծառայությունը, իսկ կուսակրոնության ուխտը խախտել ու շարունակել կաթողիկոսի գահին մնալ կարելի է, իշխանականները ուղիղ մեկ ամիս է այս պնդումն են անում։ Հարցրեք, ասեք, եղբայր, երեխա, ունես։ Ասելով չի, շատ բան են ասում։ Ես էլ ասում, սուտ են ասում։ Հայաստանի վարչապետը սակայն վաղուց արդեն հարցադրումներից անցել է պնդումների, փաստեր ունի, թե վեհափառը զավակ ունի եւ այժմ նրան վեհարանից հանելու գործում ուզում է ներգրավել ամուսնացյալ քահանաներին։ Եթե դուք էլ զավակ ունեք կտրիչ Ներսիսյանն էլ, ինչու՞ նա եկեղեցում ավելի բարձր կարգավիճակ ունի, քան դուք։ Այն պարագայում, երբ նա խաբում է ժողովրդին ու Աստծուն, իսկ դուք ոչ։ Ինչու պիտի շնացող ճակերտավոր կուսակրոնը գերակայի ձեր նկատմամբ եւ ղեկավարի ձեզ, երբ այդ իրավունքը ձեռք է բերել միայն կուսակրոնության ուխտի բերումով, եւ որը պղծել է։
Բոլոր ամուսնացյալ քահանաները իմ եղբայրներն են, 2 օր է Նիկոլ Փաշինյանն այս ջերմ նախադասությամբ քահանաներին կարծես թե հրավիրում է Վեհարանի ազատագրական պայքարին միանալու։ Առայժմ սակայն հաջողություններ չկան։ Նիկոլ Փաշինյան անունով եղբայր չունենք, այսպես են արձագանքում ամուսնացյալ քահանաները։ Եղբայրը եղբայր վրա չի գնացել զենքով զինված։ Դրա համար դա եղբայրություն չի կարող լինի։ Եղբայրը գալիս է սիրով, եղբայրը գալիս է համբերությամբ, զոստված եւ իր օրենքի համապատասխան գործառույթը կատարում է։ Տեր Տիգրան քահանա Մխիթարյանն ասում է, այնինչ քահանաներով տեսանք Մայրաթորում օրեր առաջ, եղբոր քայլ չէր։ Իրավական գործընթացը սրտակից եղբայրը կկազմակերպեր առանց ուժայինների զորքը Մայրաթոր բերելու։ Վստահ է ամուսնացյալ քահանաների մեծ մասը մտածում է իրպես։ Մեր քահանաների մեծամասնությունը, չեմ ասում բոլորը, մեծամասնությունը միակարծիք է այս հարցի շուրջ։ Միթե նրանց չի անհանգստացնում, որ կաթողիկոսը Մայրաթորի այլ սրբազաններ կուսակրոնության ուխտ են արել ու ըստ իշխանականների այն խախտել։ Քահանան ասում է, բոլոր հոգևորականները ուխտ են անում։ Ամուսնացյալ քահանաները նույնպես կարող են օրինակ շնանալ ու հավատարմության ուխտը խախտել, բայց իջման սուրբ սեղանի առջև իրենք ուխտ են անում Աստծո, ոչ թե իշխանության հետ։ Միայն կաթողիկոսինը չի, բոլորից ծննդատերված ուխտը Աստծո հետ է, մենք ուրիշ մարդու հետ ուխտ չենք կապում։ Այլ մարմին չկա, այլ, չգիտեմ, պայմանագիր սենց ասեմ չկա։ Նիկոլ Փաշինյանին եղբայր չհամարող քահանաների գրառումներից հետո էլ վարչապետը չի նահանջում եւ շարունակում է եղբայրություն պնդել։ Հարգելի տեր հայրեր, ես հարցադրում չէի արել, ես արել էի պնդում եւ վերահաստատում եմ Հայաստանի այդ առաքելական Սուրբ եկեղեցու բոլոր ամուսնացյալ քահանաները իմ եղբայրներն եք, ներառյալ բացասական հայտարարություններ անողներդ, որովհետեւ դուք չեք խաբում ոչ ժողովրդին, ոչ Աստծուն։ Ըստ վարչապետի ամուսնացյալ քահանաները իրենց վերադասի հրահանգով ու պարտադրանքով են վիճարկում իր հայտարարությունը։ Երանի իմ առաջնորդը ձերբակալված չլիներ ու ինձ հրահանգ տար, ասում է Շիրակի թեմի Մարալիկի հովվության քահանան։ Որ պատված վիճակում ենք եւ ոչ մեկ մեզ այլ հրամաններ ու հրահանգներ չի տվել։ Մենք արել ենք մեր խղճի թելադրանքով, մեր սրտի ցանկությամբ։ Առաջնորդարան եմ գնում, ման եմ գալիս, չկա որ տեսնեմ, թեմի առաջնորդի բացակայությունն այսպես է նկարագրում Տեր Տիգրանը։ Միքայել Սրբազանը 2 ամսով կալանավորված է։ Գևորգ եպիսկոպոս Սարոյանը բացառում է, որ Մայրաթորի հարյուրավոր քահանաներից որևէ մեկը կմիանա Հայաստանի վարչապետին ու կփորձի Վեհարանը ազատել վեհափառից։ Եթե դու դեմ գնացիր նվիրապետության որոշմանը, դիրքորոշմանը կեցվածքին, այդ ժամանակ դու դառնում ես ուխտադրուժ։ Եկեղեցական կարգ ու կանոնին հայրապետի հրահանգներին անվերապահ հնազանդ լինելը նույնպես ուխտ է, որին պիտի ենթարկվեն հոգևորականները, իսկ եթե պարզվի կան անհնազանդներ, այսինքն վարչապետին միացողներ, ըստ եպիսկոպոսի կարգապահական հանձնախումբը կզբաղվի, եւ սա շեշտում է բոլորովին էլ պայքար չէ ընդդեմ իշխանության։ Մենք առհասարակ չունենք պայքար մեր ազգի ներսում։ Մենք միայն կպայքարենք մեր պետականության համար, մեր ազգային հոգևոր արժեքների համար, մեր ներազգային համերաշխության համար, մեր պայքարը ըստ էության սրա համար է։ Սամվել Կարապետյանին պատկանող ընկերություններում մեկը մյուսի հետևից ապամոնտաժվում են գործարարի ազատությունը պահանջող պաստառները։ 3 քաղաքապետարանի աշխատակիցները Տաշիր առևտրի կենտրոնում էին այսօր Դալմայում։ Հարգելի փաստաբան, հարգելի փաստաբան, մոտենանք ենքում չխանգարել։ Հիմա մենք արդեն խոչընդոտում ենք։ Չէ, չենք խոչընդոտում։ Մենք հիմա պարզում ենք մեր իրավունք ունենալու, պարոն Խաչատրյան, մենք պետք է հասկանանք իրավունք ունեն։ Ուրեմն իրավունք չունենալու հետ կապված հայտարարում եք, որ իրանք իրավունք ունեն։ Դուք արդեն իսկ հաղորդում եք դերասան։ Դուք հայտարարում եք, որ իրանք իրավունք ունեն։ Ես խնդրում եմ ես կոմիտեից։ Իհարկե, ժողովուրդ չէ, մենք պիտի պարզենք իրանք իրավունք ունեն, թե չունեն։ Դուք հաղորդում ներկայացրել եք ճիշտ։ Ասում պետք է հասկանանք իրանք իրավունք ունեն, թե չունեն։ Իրավունք որ չունենա, այստեղ ֆիլմ եք։ Բայց դուք չպետք է կանխեք այստեղ։ Ես Խաչատրյան, դուք այստեղ Առաքելյանը ձեզ ներկայացրել չի, չի հիմա վրա։ Ես հստակ հայտարարում եմ, որ գործողությունները ապօրինի է, պարոն Խաչատրյան։ Ապօրինի է, հաղորդումը ներկայացրես, մնացած հանգամանքների։ Ապօրինի է, դիմել է ոստիկանություն։ Պատժվել օրենքի սահմաններում։ Հենց հիմա ապօրինությունը չկանխենք, ասենք եկեք գնանք։ Այս պահին ապօրինություն ստեղ չենք տեսնում։
Զուգահեռ խորհրդարանը քննարկում է էլեկտրական ցանցերը Սամվել Կարապետյանից պետությանը փոխանցելու նախագիծը։ Առաջինը այս մասին հենց վարչապետ Փաշինյանը խոսեց, երբ իրավապահները Ռուսաստանաբնակ միլիարդատիրոջ Երևանյան տան ճանապարհին էին։ Հեցից հակադարձում են գործարքնապուրինի է, իրենք վճռական են տրամադրված։ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ազգային ժողովին առաջարկել է այսօր։ Ինչ ազգային ժողովը քննարկում է ըստ էության հեծը պետականացնելուն միտված նախագիծը, Հայաստանի էլեկտրական ցանցերի սեփականատեր Սամվել Կարապետյանն ու ընտանիքը զգուշացնում են, եթե պետական կառույցները նույն կերպ շարունակեն, Հայաստանի դեմ միջազգային արբիտրաժային վարույթ կհարուցվի եւ կառավարությունը ստիպված կլինի ամբողջական փոխհատուցում վճարել։ Կարապետյանները տեղեկացնում են, պետական մարմիններին ծանուցում են ուղարկել ներդրումային վեճի վերաբերյալ, որը հիմնված է Հայաստանի եւ Կիպրոսի միջև 30 տարի առաջ ստորագրված ներդրումների խթանման եւ պաշտպանության համաձայնագրի վրա։ Կարապետյանները հեծը տնօրինում են նաեւ Կիպրոսում գրանցված մի ընկերության միջոցով։ Այդ համաձայնագիրը ներդրողներին հնարավորություն է տալիս դիմել միջազգային արբիտրաժ պետության կողմից իրենց իրավունքների խախտման դեպքում։ Նման գործընթացները բացասական ազդեցություն են ունենում երկրի ներդրումային գրավչության վրա։ Հեծի շուրջ կայծակնային արագությամբ ծավալվող իրադարձությունների հաջորդականությունը ներկայացնող Կարապետյաններն այդուհանդերձ ընդգծում են, ծանուցումը նախազգուշական է։ Դրանում բաժնետերերը պնդում են, որ Հայաստանի Հանրապետության պաշտոնյաների գործողությունները կամայական են, խտրական, քաղաքական դրդապատճառներով եւ ուղղված են հեծի միջոցով Կարապետյանների ընտանիքին սեփականությունից զրկելուն։ Հեծը պետականացնելու մտադրության մասին իշխանությունները հայտարարեցին Ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանի ձերբակալությանն ու կալանավորմանը զուգահեռ։ Մի քանի օրվա ընթացքում հասցրին նաև օրենսդրական փոփոխությունների նախագիծ մշակել, որով նաև կարող են ժամանակավոր կառավարչի հանձնել ընկերության կառավարումը, եթե այն պատշաճ չկատարի իր պարտականությունները։ Կարապետյանների ուղարկած նամակից ժամեր անց խորհրդարանի արտահերթ նիստում սկսվեց նախագծի քննարկումը հրատապ հարցերի շարքում 24-ժամյա ռեժիմով։ Ռազմավարական նշանակության հարց է բերվել օրակարգ եւ դուք առաջարկում եք 24-ժամյա ռեժիմով քննարկել հեծի խլման գործընթացը, որը իրականում շատ մեծ բացասական առումով ազդեցություն է ունենալու ներդրումային ընդհանուր մթնոլորտի վրա։ Հիմա ասում եք սա հրատապ կերպով քննարկեք։ Ինչու հրատապ։ Իմ պատասխանը օրինակ այն է, որ եղել է Սամվել Կարապետյանի հայտնի հայտարարությունը եկեղեցու պաշտպանության մասով եւ դա հրատապություն է առաջացրել կառավարությունում։ Եթե այս մոտեցման հետ համաձայն չեք, հետեւաբար հիմնավորեք, թե որն է պատճառը, որ մենք այս նախագիծը պետքա հրատապ կերպով քննարկենք։ Ընդդիմադիր Հայաստան խմբակցությունից Աննա Գրիգորյանի այս հարցին օրակարգի նախագծերը ներկայացնող տարածքային կառավարման փոխնախարար Արմեն Սիմոնյանը հստակ պատասխան չտվեց։ Ռազմավարական ոլորտը հաշվի առնելով մենք կարծում ենք, որ նման հարցերին պետք է հրատապ լուծումներ տալ, դրա համար էլ այս նախաձեռնությունը այսօր ձեզ ներկայացվում է եւ առաջարկում է քննարկել։ Շնորհակալություն։ Հենց այսօր դա տեսակ, 3 դա տեսակ, մի ամիս առաջ չէիք տեսնում, մի տարի առաջ չէիք տեսնում, 2 տարի առաջ չէիք տեսնում, հենց այսօր որոշեցիք հրատապ կերպով ներկայացնել։ Խնդիրները վաղուց կան, բայց մի օր եւ կարծում ենք սա այդ օրերից մեկն է, այդ խնդիրներին պետք է արագ լուծում տալ։ Շնորհակալություն։ Ընդդիմադիր պատգամավորին արձագանքեց իշխող քաղաքացիական պայմանագրից Արման Եղոյանը։ Խլվել այն ժամանակ, երբ դադարել է պետական մասնակցությունը, խլվել է Հայրուս գազարտը ժամանակին, խլվել է վերջի 20%-ը ժամանակին, երկաթուղիները, հեծը ժամանակին 2002-ին մասնավորեցվելուց։ Սա հեծը խլելու նախաձեռնություն է։ Ընդդիմադիրների ելույթները այս շեշտադրումն ունեին։ Իշխանության նախաձեռնած խլելը նորաձև օպերացիան բազմերանգ դրսևորումներ է ստանում, որով փորձ է արվում եւ հաշվեհարդար տեսնել քաղաքական ընդդիմախոսների նկատմամբ եւ իշխանությունը օգտագործել ուրիշի ստեղծածի հաշվին նեղ խմբային շահեր կարգավորելու համար։ Այս նախագիծը կրկնում եմ գործընկերներից ասածը, մեկ բանի մասին է, ցանկացած գործարար ով այս իշխանությանը մի թթու խոսք ասի կամ ցանկալի խոսքը չասի, փոխվելու է օրենքները։ Կառավարությունից մինչդեռ պնդում են հեծով սկսել են զբաղվել Սամվել Կարապետյանի եկեղեցուն պաշտպանող հայտնի հայտարարությունից առաջ։ Տարածքային կառավարման նախարար Դավիթ Խուդատյանը պնդեց, վարչապետից ավելի վաղ էին հանձնարարական ստացել։ Հանձնարարականը եղել է գրավոր, հստակ ամիսամսաթվով եւ ինձ մոտ առնվազն տպավորությունը այնպիսին է, որ քաղաքական հայտարարությունն է հաջորդել դրան։
Խորհրդարանական քննարկումներին զուգահեռ վարչապետ Փաշինյանն իր Facebook-յան էջում հրապարակեց Կարապետյանի կալանավորումից առաջ մայիսի 20-ին կառավարական էլ-փոստով ուղարկած իր հանձնարարականի սկրինշոթը։ Նամակում Փաշինյանը դժգոհում է հոսանքազրկումներից ու պահանջում պատժամիջոցներ կիրառել հեծի նկատմամբ։ Վարչապետը խնդրում է մեջբերեմ թեման չցրել, այլապես գնալու են ընկերության ազգայնացման, ամբողջական եւ կտրուկ։ Ընդ որում Փաշինյանն այժմ էլ պնդում է, թե իր այս հանձնարարականի մասին հեծում իմացել են եւ դրանից հետո է Սամվել Կարապետյանը որոշել մեջբերեմ կանգնել եկեղեցու կողքին։ Խորհրդարանում հեծին առնչվող օրենսդրական փաթեթի քննարկումն այսօր ավարտվեց, բայց քվեարկություն դեռ չի եղել։ Թեհրանը հաղորդում է, որ արտգործնախարար Աբբաս Արաղչին Հայաստանի պաշտոնակից Արարատ Միրզոյանի հետ հեռախոսազրույցում շնորհակալություն է հայտնել Իսրայելի կողմից Իրանի դեմ հարձակման ժամանակ Երևանի դիրքորոշման եւ ցուցաբերած աջակցության համար։ Արարատ Միրզոյանը ողջունել է ռազմական գործողությունների դադարեցումը, դատապարտելով Իրանի դեմ ագրեսիվ գործողությունները։ Երևանն առայժմ չի հաղորդել հեռախոսազրույցի մասին։ Լրատվական կենտրոնն է եթերում, օրվա լուրերը կարդացեք նաև մեր Telegram-ի ալիքում, իսկ թողարկման երկրորդ հատվածում դիտեք։ Ռուս-ադրբեջանական դիվանագիտական ճգնաժամը նոր երանգներ է ստանում զուգորդված ուժային գործողություններով։ Քաղաքային իշխանությունները մտադիր են տուգանել Անտոմս ուղևորներին, խոստովանելով, որ թանկացումից հետո շատերը չեն վճարում։ Քարնեգի հիմնադրամի վերլուծաբան Օլեսիա Վարդանյանը հղում անելով օտարերկրյա երկու դիվանագետների գրում է, որ Դոնալդ Թրամփի վարչակազմը Երևանին ու Բաքվին առաջարկ է ներկայացրել Ադրբեջանը Հայաստանի տարածքով Նախիջևանին կապող ճանապարհի մասին։ Ըստ այդ աղբյուրների ամերիկյան առաջարկը նման է տարիներ առաջ Եվրամիության շրջանառած տարբերակին, որով կողմերը նախատեսում էին Աբխազիայի եւ Հարավային Օսիայի վիճելի շրջաններով անցնող երթուղիների կառավարումը հանձնել շվեյցարական մի անկախ ընկերության։ Թրամփի առաջարկի դեպքում սակայն խոսքը ամերիկյան ընկերությունների ներգրավման մասին է։ Եվ կրկին խորհրդարան վերադառնանք, քննարկվում էր Անտոմս ուղևորներին տուգանելու նախագիծը, քաղաքապետարանը խոստովանում է թանկացումից հետո շեշտակի աճել է չվճարողների թիվը։ Օրինագծով, որը կքվեարկվի վաղը, ուղևորը կտուգանվի 15,000 դրամով տոմս չունենալու կամ ուրիշի տոմսն օգտագործելու համար եւ 3,000 դրամով, եթե 1 րոպեի ընթացքում տոմսը չի մոտեցնի վճարման սարքին։ Եթե չենք վճարում, երևի ճիշտ է։ Ինչ ասեմ։ Սխալ արել են, պիտի տուգանվեն։ Նորմալ է, թող մարդիկ իրենց պարտքը կատարեն քաղաքացիական։ Եթե տրանսպորտով երթևեկում ես, պետք է վճարես։ Շատ ճիշտ են անում։ Նորմալ, հայո։ Ես որպես քաղաքացի վերաբերվում եմ դրական, որովհետև եթե մենք օգտվում ենք տրանսպորտից, պետք է վճարենք դրա համար։ Մենք գիտենք, որ մենք քաղաքացիներս, ոնց որ ասած, մարդը տուգանքի առարկա չի, ոնց որ ասած, կամ բայց չգիտեմ, վատ է իհարկե, 15,000, որ եթե 150 դրամ մարդը չունի, 15,000 որտեղից պետք է տա։ Նույն կարծիքի եմ։ Բնական։ Դե ուղղակի երևի պետք է նենց տուգանք կարելի է լինել, բայց չափի մեջ, բայց պետք է ամեն ոնց որ ասած հիմքից ամեն ինչը լինի, որտեղ ոչ թե վերևից սկզբից տուգանք, հետո նոր կարգու կանոն։ Դե խիտ է, շատ ծանրաբեռնված է, ճիշտ է, չեք ասում վատ է գալիս, վատ են աշխատում, բայց ամեն դեպքում շատ խիտ է, էլի։ Մենք ոնց որ շատ ներողություն լղճված գալիս ենք, լղճված գնում ենք։ Այդ մեզ համար ծավալի է դա։ Порядок есть порядок. Сейчас есть порядок. Կարգը կարգ է, ասում են հիմա կա կարգ ու կանոն։ Սա ուղղակի ծաղր է ժողովրդի նկատմամբ։ Թող հին գումարը դանեն բոլորը կվճարեն։ Ես վճարում եմ։ Կարծում եմ չարժե նման փոփոխություն անել։ Ձեզ հետ հաճախ է լինում, որ ուզում եք վճարեք, բայց չի ստացվում։ Լինում է, այո։ Մտավախությունն է, կարող է նման դեպքում տուգանվել։ Բայց ստուգելի ինչ-որ հնարավորություն ունեն իրանք։ Ոնց են ստուգելու, որ ես խփել եմ, բայց ատկազատվել չի արել։ Մեղք ունեմ ես։ Ես մեղք չունեմ։ Ճիշտ չի, էլի, ամեն դեպքում ճիշտ չի։ Կամ թող նենց մի բան մտածեն, նենց համակարգ, նենց ծրագիր ստեղծեն, որ բոլորին լիներ եւ հասանելի եւ մատչելի։
Բաքվում շարունակվում են Արցախի ղեկավարության դատերը, որ ամիսներ շարունակ միայն պետական քարոզչական միջոցներով են լուսաբանվում։ Հացադուլ, բռնությունների մասին ահազանգեր, սակայն միջազգային որևէ կառույց մուտք չունի դատական նիստերի դահլիճ։ Հայաստանցի իրավապաշտպանները հրապարակված հատուկ կադրերից են եզրակացություններ անում։ Həmçinin Robert Köçəryan, Serj Sarkisyan, Vazgen Manukyan, Vazgen Sarkisyan, Samvel Babayan, Բաքվի դատարանում շուրջ կես տարի շարունակվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դատավարության վերջին նիստում Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը խոսել է իր հրաժարականի պատճառների եւ Արցախն Ադրբեջանի կազմում ինտեգրելու գործընթացի մասին։ Անկախ լրատվամիջոցների եւ միջազգային կառույցների բացակայությամբ ընթացող դատավարության մասին տեղեկություններ է փոխանցում պետության կողմից վերահսկվող Ազերթաջ գործակալությունը։ Սայֆեդա Արայիկ Հարությունյանն լրատվամիջոցի փոխանցմամբ Արայիկ Հարությունյանն իբրև թե նշել է, որ 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանի կազմում Արցախի ինտեգրմանը դեմ են եղել որոշ արմատական խմբեր, ովքեր նաև հակված են եղել վրեժխնդրության եւ որ այդպիսի դեպքեր արձանագրվել են։ Եղել են նաև մարդիկ, ովքեր իրեն մեղադրել են դավաճանության եւ Ադրբեջանի հետ համագործակցելու համար։ Արայիկ Հարությունյանն ըստ Ազերթաչի ասել է, թե իր մարդիկ մինչդեռ ավելի կառուցողական մոտեցման կողմնակից են եղել։ Պարզ չէ իր մարդիկ ասելով ում նկատի ուներ Արցախի նախկին նախագահը։ Ամեն դեպքում դատական նիստին Հարությունյանն ասել է, թե իր նկատմամբ վստահությունն այն աստիճան էր ընկել, որ ինքը ստիպված հրաժարական է տվել։ Защитник задал вопросы обвиняемому Арայիկу Հարությունյանը։ Պատասխանելով իր շահերը պաշտպանող փաստաբանի հարցին, թե արդյոք եղել է մահափորձ իր նկատմամբ, Հարությունյանն ասել է, թե ոչ, բայց ինչ որ բաներ են տեղի ունեցել, որոնք տեսագրված են։ Այդ մասին սակայն Արցախի նախկին ղեկավարը նախընտրել է լռել։ Կարող են ադրբեջանցիները ստիպեն, որ իրենք խոսեն այնպիսի բաներ, որը օգուտ է հենց իրենց այդ կեղծ դատավարությանը։ Արցախի խորհրդանի ընդդիմադիր արդարություն խմբակցության падգամավոր Մետաքսե Հակոբյանի խոսքով պետք է նկատի ունենալ, որ գերության մեջ գտնվող մարդկանց Ադրբեջանը կարող է ստիպել անել հայտարարություններ, որոնք իրականությանը չեն համապատասխանում։ Նախկին падգամավորը սակայն պնդում է, Արցախի ժողովուրդը նույնիսկ մեկ օր պատրաստ չէր ապրել ադրբեջանական դրոշի ներքո։ Իսկ եթե ինչ-որ խմբեր եղել են, ովքեր կողմ են եղել Ադրբեջանի կազմում ինտեգրացիային, նրանք ակտիվ չեն եղել։ Հակոբյանը սակայն նշում է, որ Ղարաբաղն իբրև տնտեսական գոտի դարձնելու առաջարկ խորհրդարանում շրջանառության մեջ էր դրել Սամվել Բաբայանի առաջնորդած միասնական հայրենիք խմբակցությունը, բայց այն չի էլ քննարկվել։ Իբրև թե ճանապարհային քարտեզեր այդ ամենը ներկայացված, որտեղ այսպես տնտեսական համագործակցության, նույնիսկ այնտեղ նշված էր, որ հնարավոր է նաև դիտարկել ադրբեջանական լեզուն որպես աշխատանքային լեզու։ Բայց կար Ադրբեջանի կազմում այդ կարգավիճակը։ Դե եթե կա տնտեսական, այսպես որպես գոտի դիտարկվող Արցախը, հետեւաբար դա ինչ որ կերպ ենթադրում է նաև Ադրբեջանի կազմում ինչ որ կարգավիճակ։ Այսինքն մենք այդպես ենք հասկացել եւ ընկալել։ Միասնական հայրենիք կուսակցությունից Ազատությանը փոխանցեցին, որ 2020 թվականի պատերազմից հետո խորհրդարանում իսկապես փաստաթուղթ շրջանառության մեջ դրել են, սակայն դրանով առաջարկել են նախկին լղիմ տարածքային ամբողջականության պահպանման շուրջ բանակցություններ սկսել ադրբեջանական կողմի հետ։ Ինչ դիրքորոշում ուներ Արցախն Ադրբեջանի կազմում ինտեգրելու շուրջ Արայիկ Հարությունյանը։ Մետաքսե Հակոբյանն ասում է, հրապարակային կամ падգամավորների հետ քննարկումներում Արցախի նախագահը երբևէ չի խոսել այն մասին, որ Ղարաբաղը պետք է լինի Ադրբեջանի կազմում կամ լինի տնտեսական համագործակցություն։ Անդրադառնալով Հարությունյանի այն պնդմանը, թե ինքը հրաժարական տվեց, քանի որ ժողովուրդն իրեն այլևս չէր վստահում, ընդդիմադիր գործիչը հակադարձում է։ Նախագահի նկատմամբ վստահությունը սպառվել էր 2020 թվականի պատերազմից հետո եւ հետեւաբար 2023 թվականի սեպտեմբերին իր այդ քայլը ամենևին պայմանավորված չէր անվստահության գործոնով։ Արցախի նախագահը հրաժարական տվեց 2023-ի սեպտեմբերի 1-ին, ընդ որում հեռանալուց առաջ վստահեցրել էր, որոշումը բացառապես իրենն է։ Նա նաև պարզաբանել էր, թե հնարավոր զարգացումների պայմաններում մոտեցումների փոփոխության կարիք կա, իսկ դրա համար Արցախում պետք է հիմնական դերակատարները փոխվեն։ Մետաքսե Հակոբյանը կարծում է Հարությունյանը հրաժարական է տվել Նիկոլ Փաշինյանի ճնշման հետևանքով։ Օդում պտտվող լուրերով տեղեկացված էինք, որ կա կոնկրետ ճնշում Հայաստանի իշխանությունների կողմից, ինչի պատճառով Արայիկ Հարությունյանը հրաժարական է տվել։ Այսինքն Փաշինյանի կողմից ճնշում կար, որ Արայիկ Հարությունյանը հրաժարական տա, ինչու նպատակավորն էր։ Լուրերի դա էր եւ նպատակը այն էր, որ այն ինչ որ տեղի էր ունենալու սեպտեմբերին արդեն տեղահանություն, Արցախի ժողովուրդը ուղղակի գլխատված, Արցախը ընդհանրապես գլխատված, գային ու Հայաստան, որին կառավարելը շատ ավելի հեշտ կլիներ։
Մինչդեռ Հայաստանի իշխանությունը բազմիցս պնդել է, Արցախում իշխանափոխություն են իրականացրել նախկինները եւ ադրբեջանական ռազմական ագրեսիայից հետո էլ լուծարել են Արցախը։ Մետաքսե Հակոբյանը իշխանության այս պնդումները անհիմն որակելով հիշեցնում է 2023 թվականի օգոստոսի 29-ին Արցախի խորհրդարանում Արայիկ Հարությունյանի նախաձեռնությամբ մինչև լուսադեմ տեղի ունեցած հանդիպումը, որին մասնակցել են 80 քաղաքական եւ հասարակական գործիչներ։ Հակոբյանն ասում է, որ այդ օրը երևում էր, որ ճնշումներ կան նախագահի վրա։ Հարությունյանն իրենց փոխանցել է, որ քաղաքական խորհրդակցություններից հետո կորոշի հրաժարական տալ թե ոչ։ Թե ում հետ է քննարկումներ անցկացրել Հարությունյանը, ընդդիմադիր խմբակցության նախկին պատգամավորը տեղյակ չէ։ Ասում է, մամուլից են հետո տեղեկացել հրաժարականի մասին։ Իսկ նա չասաց, թե ինչու է պատրաստվում խորհրդակցություններ անցկացնել ու նման որոշում կայացնել հրաժարական տա թե չտա։ Ասելով, որ վերջ, ամեն ինչ վերջացած է եւ այլևս որևէ բան փրկել հնարավոր չէ։ Արայիկ Հարությունյանի հրաժարականից հետո սեպտեմբերի 9-ին Արցախի խորհրդարանը նախագահ ընտրեց Սամվել Շահրամանյանին։ Սեպտեմբերի 19-ին, այսինքն ընտրությունից 10 օր անց Ադրբեջանը հարձակվեց Ղարաբաղի վրա, որից հետո նախագահ Շահրամանյանը Արցախը լուծարելու մասին հրամանագիր ստորագրեց։ Փաշինյանի կառավարման շրջանում ազգային անվտանգության ծառայության 6-րդ ղեկավարը ստանձնեց պաշտոնը։ Արմեն Աբազյանին այդ պաշտոնում փոխարինած Անդրանիկ Սիմոնյանին անձնակազմին ներկայացնելիս վարչապետը կրկին խոսել է գործակալների մասին։ Մեր երկրում այսօր տեսեք երևույթներ կան, որ ընդ որում մենք այդ երևույթները շարունակաբար հանդուրժում ենք, բայց աշխարհի ուրիշ ոչ մի երկրում նման բան չի հանդուրժվի։ Ասենք օրինակ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չունեցող անձինք Հայաստանի Հանրապետությունում կարող են քաղաքական գործունեություն ծավալել։ Ընդ որում ամենառադիկալ հայացքներ արտահայտելով։ Ովքեր են Հայաստանում ակտիվ քաղաքականությամբ զբաղվող, բայց քաղաքացիություն չունեցող ընդդիմադիր գործիչները։ Ում նկատի ունի վարչապետը։ Ազգային ժողովի նախագահը անուններ չի տալիս, բայց Նիկոլ Փաշինյանի ասածը կասկածի տակ չի դնում։ Այո, եթե վարչապետը ասում է ազգային անվտանգության ծառայության շենքում, բնական է, որ նման բան կա եւ դուք նես չի, որ ես առաջինն եմ կամ վարչապետը առաջինն է, որ տես բան է ասում։ Իսկ չեք տեսել, որ ասում են Հայաստանի Հանրապետությունը դե իր անվտանգությունը չի կարող ապահովել, դրա համար պետք է ինքը անդամակցի որևիցե միության։ Չեք լսել տենց արտահայտություն։ Սա առաջին լսել եք, ես չգիտեմ դրա մաս դուք կոնկրետացում եք ուզում։ Ես ձեզ ասում եմ, ես դրա իրավունքը չունեմ անելու։ Կառավարության ղեկավարը 3 ազգային անվտանգության ծառայության նորանշանակ տնօրենին ներկայացնելիս նաև ասել էր, թե պետք է նման իրավիճակները կանխելու օրենսդրական մեխանիզմներ մշակել։ Նիկոլ Փաշինյանը սակայն չէր մանրամասնել օրենսդրական կոնկրետ ինչ արգելքների մասին է խոսքը։ Ազգային ժողովի նախագահն այսօր ասաց, տեղյակ չէ ինչ նախաձեռնության մասին է խոսել վարչապետը։ Մինչ այժմ ՔՊ-ում նման քննարկում չեն ունեցել։ Փաշինյանը նաև ասում էր, թե նույն Հայաստանի քաղաքացիություն չունեցող այդ անձինք սահմանադրական կարգը տապալելու կոչեր են անում։ Սա աներևակայելի եւ անթույլատրելի բան է եւ ես որպես Հայաստանի Հանրապետության վարչապետ չեմ կարող նման բան հանդուրժել։ Ընդդիմադիր Հայաստան խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատյանի գնահատմամբ առանց անուններ տալու այսպիսի հայտարարություններ անելով Փաշինյանը շարունակում է երկիրը պառակտելու իր քաղաքականությունը։ Խաչատյանը չի բացառում, որ քաղաքացիական պայմանագրից փորձեն անգամ երկքաղաքացիությունն արգելել։ Ասեն անձնեք անձնագրերից մեկ։ Ակնհայտ է, ցանկացած օրենք կարող են փոխել, սահմանափակել, ինչը եւ կարծում եմ կանեն, որովհետեւ այսօր Փաշինյանը միանձնյա, միահեծան բռնակալությունը ոչ թե հաստատելու, այլ հզորացնելու ճանապարհին է եւ քաղաքական ահաբեկչության է դիմում բոլոր այլախոհների նկատմամբ։ Ազգային անվտանգության ծառայության ղեկավար կազմի հետ երեկվա հանդիպմանը Նիկոլ Փաշինյանը ըստ էության հանձնարարեց ավելի լրջորեն զբաղվել, ինչպես ինքը ձևակերպեց ազդեցության գործակալներով։ Փաշինյանն ու թիմակիցները այսպես են դիմում հատկապես խորհրդարանական ընդդիմությանը նրանց հետ բանավեճերի ընթացքում։ Կառավարության ղեկավարը թեև ընդունեց, որ քրեական օրենսգիրքը սրա վերաբերյալ հստակություններ չի պարունակում, բայց եւ պնդեց, պետք է դրանց անդրադառնալու հնարավորություններ լինեն։ Ազդեցության գործակալների համակարգը հիբրիդային սպառնալիքների համատեքստում թիրախավորում է մեր պետությունը, մեր ինքնիշխանությունը, մեր ինքնուրույնությունը, որը ընդ որում արտահայտվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների սեփական երկրի ճակատագիրը որոշելու իրավունքի, իրավասության, ազատության,
համակարգը կասկածի տակ դնելով եւ քայքայիչ գործողություններ իրականացնելով։ Բոլոր նրանք, ովքեր պահանջում են Սահմանադրության տեքստից հանել անկախության հռչակագրի վրա հղումը, Ադրբեջանի ազդեցության գործակալներ են եւ Ադրբեջանի ազդեցության գործակալները խստիվ պետք է Հայաստանի Հանրապետությունում պատժվեն։ Թուրքիայի ազդեցության գործակալները խստիվ պետք է Հայաստանի Հանրապետությունում պատժվեն, որովհետև նրանց գործունեությունը Հայաստանի Հանրապետության համար վտանգ է ներկայացնում, լինի վարչապետ, լինի պատգամավոր։ Քաղաքացիական պայմանագրի անդամները, այդ թվում վարչապետը, հաճախ են մեղադրում ընդդիմադիրներին ռուսական շահերը սպասարկելու, ընդդիմադիրներն էլ Փաշինյանին ու մյուս ՔՊԱ-ականներին թուրք-ադրբեջանական օրակարգը առաջ մղելու համար։ Միջազգային լրահոսը սկսենք Մոսկվայի եւ Բաքվի միջև ավելի ու ավելի լարվող սկանդալով, որ սկսվեց Ռուսաստանում ադրբեջանցիների նկատմամբ ուժային գործողությամբ եւ հիմա նույն սցենարով իրադարձությունները զարգանում են Բաքվում, Ադրբեջանի իրավապահների թիրախում ռուսներն են, անգամ հիշել են անցած տարեվերջին կործանված ինքնաթիռը։ Ռուս-ադրբեջանական դիվանագիտական ճգնաժամը շարունակում է խորանալ, աստիճանաբար դուրս գալով Եկատերինբուրգում իրավապահների կողմից ադրբեջանցիների սպանության շուրջ ծագած սկանդալի շրջանակներից։ Մի քանի ժամ առաջ ադրբեջանական իշխանամետ Մինվալ կայքը մեկ րոպեանոց մի տեսագրություն հրապարակեց, պնդելով, որ դրանում պատկերված է անցած տարվա դեկտեմբերին Չեչնիայի երկնքում ադրբեջանական ավիաուղիների օդանավի խոցման պահը։ Огонь! Огонь, говорю! Սրան զուգահեռ Ադրբեջանի ներքին գործերի նախարարությունը այսօր հաղորդեց, որ Բաքվում Ռուսաստանի քաղաքացիներից կազմված հանցախումբ է ձերբակալվել, որի անդամները կասկածվում են մեջբերում Իրանից թմրանյութերի տարանցման, համացանցի միջոցով թմրանյութերի տարածման եւ կիբերխարդախության մեջ։ Ադրբեջանական ոստիկանության տարածած տեսագրության մեջ իդեպ ձերբակալվածների դեմքին բռնության ակնհայտ հետքեր են երևում։ Այս մի գործողությունն, ինչպես նաեւ ռուսաստանյան պետական Russia Today գործակալության կազմում գործող Սպուտնիկ Ադրբեջան կայքի երկու լրագրողների երկուշաբթի օրը տեղի ունեցած ձերբակալությունը Բաքվի հայելային պատասխանն են Եկատերինբուրգի իրադարձություններին։ Հիշեցնեմ, հունիսի 27-ին այստեղ մոտ 5 տասնյակ տեղացի ադրբեջանցիներ էին ձերբակալվել, մեծամասամբ Ռուսաստանի քաղաքացիներ։ Ժամեր անց ռուսաստանցի իրավապահները հաղորդել էին ձերբակալվածներից երկուսի Զիադին եւ Հուսեյն Սաֆարովների մահվան մասին, համապատասխանաբար սրտային անբավարարության եւ թոքային էմբոլիայի հետևանքով։ Այսօր արդեն Աղջաբեդիի շրջանի գյուղերից մեկում վերջին հրաժեշտն էին տալիս Սաֆարով եղբայրներին, իսկ Բաքվում Ադրբեջանի գլխավոր դատաբժիշկ Ադալյատ Հասանովը հայտարարում էր, նրանց մահվան ռուսական վարկածը չի հաստատվում։ Եկատերինբուրգ քաղաքում զոհված ադրբեջանցիների մարմինների փորձաքննության ընթացքում ներքին արյունահոսության բազմաթիվ ապացույցներ են ձեռք բերվել։ Ադրբեջանում վստահ են Ռուսաստանն իր տարածքում ապրող ադրբեջանցիների դեմ ճնշումներով փորձում է ինչ-ինչ ուղերձներ հղել Բաքվին, որոնց նպատակը, ինչպես իշխանամետ քաղաքագետներն են պնդում, Ադրբեջանի անկախ արտաքին քաղաքականության սրբագրումն է։ Իշխանական Բաքու TV հեռուստաընկերության եթերում ավելի հեռուն գնացին, պնդելով, որ Ռուսաստանում բնակվող ադրբեջանցիների դեմ հարձակումներն իրականացվում են անձամբ նախագահ Պուտինի հրամանով։ Հաղորդավար Էլչին Ալիբեյլին նույնիսկ պնդում էր, որ Ռուսաստանի նախագահի մոտ հիստերիկ դրսևորումներ են։ Եթե սկսել ենք անկեղծորեն խոսել, հարկավոր է նշել, այս 25 տարվա ընթացքում բոլորն էլ հասկացել են, թե ով է իրականում Պուտինը։ Այս բոլոր դաժանությունները նրա համար նորմալ երևույթ են։ Նա հիստերիայի մեջ է, որովհետև պարտվել է բոլոր ճակատներում։ Բայց չնայած քննադատության, երբեմն նաև վիրավորանքների այս տարափին ռուսական կողմի արձագանքը շատ զուսպ է։ Սա հուզական, չափազանց հուզական արձագանք է, եւ մենք հուսով ենք, որ դրան փոխարինելու կգա ուղղակի շփումը, որի ընթացքում կտրվեն բոլոր առկա հարցերի պատասխանները։ Կրեմլը հերքել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի Ուկրաինայի հարցերով հատուկ բանագնացի պնդումը, թե Ռուսաստանը ձգձգում է խաղաղության բանակցությունները, ռմբակոծելով Ուկրաինայի քաղաքացիական օբյեկտները։ Վլադիմիր Պուտինի խոսնակն ասել է, որ Մոսկվան կատարել է բանակցությունների ընթացքում մինչև այժմ ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունները։ Здесь как раз никто ничего не затягивает, мы, естественно, заинтересованы
Այստեղ ոչ ոք ոչինչ չի ձգձգում, մենք բնականաբար կողմ ենք առաջին հերթին այն նպատակներին հասնելուն, որոնց փորձում ենք հասնել հատուկ ռազմական օպերացիայի միջոցով, քաղաքական եւ դիվանագիտական միջոցներով, հետեւաբար մեզ համար շահավետ չէ որևէ բան երկարաձգելը։ Չեմ գնահատի բանակցությունների արագությունը, քանի որ մինչ այժմ երկու փուլերի ընթացքում ձեռք բերված համաձայնությունների իրագործումը ժամանակ է պահանջում, ժամանակատար են որոշ նախապատրաստական միջոցառումները, գերիների փոխանակումներ իրականացնելու, դիակների տեղափոխումն ու ընդունումը կազմակերպելու համար, ուստի օբյեկտիվորեն դժվար է խոսել բանակցությունների որևէ կտրուկ արագացման հնարավորության մասին։ Այսքանը օրվա մյուս լուրերի համար բաժանորդագրվեք Ազատության էջերին սոցիալական ցանցերում կհանդիպենք։